եղել է, որ ես աղոթք եմ արել եւ աղոթքի պահին ինչ որ իմ անցյալից ինչ որ միտք եմ առը հիշել է, Տեր ինձ հանդիմանել է, զգացել եմ Սուրբ Հոգու ներկայությունն ոնց որ հերանա։ Տեր ինչ է լավ։ Ինչի հետ նայեցիր, քո անցյալը հիշեցիր, բայց չէ որ աղոթք ակնում, բայց չէ որ գոհության մեջ ես, բայց չէ որ իմ ներկայության մեջ ես ու հիշեցիր ինչ որ մի բան, անցյալից հետ մի նայի։ Ղովտի կնգանամա, օրինակ որպես քեզ, մի նայի հետ։ Ընդհանրապես, եթե ներված ես, եթե անցյալը, եթե պետք չի, վաղտին չի, դրան էլ վաղ կա, ժամ կա, պատարակ կա, երկերը պիտի մատուցվեն տեղին, պահին, ճիշտ տեղին, ասում է ժամանակին ասված խոսքը, արծաթների մեջ դրված ոսկե խնձորին կնմանի, սակայն այնպիսի երկեր կան, փառաբանության այդ օրդության մթնոլորտը կոտրում է, այն երկերը, որոնք ստեղծված են, երկերը հոգեվիճակներից, դարդոտած, ցավագար, որ քեզ թողել են, հեռացել են, մոռացել են, քեզ ոչ ոք երկա չէ, հեռացել է, մոռացել է, ապարաշ է դարձել իմ հոգին, աղաչում եմ, հարաչում եմ, փրկիր ինձ Հիսուս թանկագին։ Այդ երկը կիրանքի որ երկ է, փառաբանության փոխարեն, ժողովուրդ ինչ կլինի։ Տխուր այդ կողմից է եղել, սիրել իմ զավակ, դա ես է պատրաստել քեզ համար, դե գնա կյանքնացիր ցավի մեջ գոհացիր, ծանրացնող բառերով կատարելիք այդ երկերը, հոգեվիճակից ստեղծված այդ երկերը փառաբանություն չեն։ Այդ երկերը չեն փառաբանում Տիրոջ, այդ երկերը պատմում են քո հոգեվիճակի մասին, փառաբանության ներկայության մեջ, ցավը վերապրած, ոչ մի հոգս, ոչ մի խնդրեմ, դժվարություն, խնդիրներ, այդ պահին չի կարելի բերել եւ խառնել փառաբանության ներկայության մեջ։ Դա խախտի փառաբանության հոգու ներկայությունը, մթնոլորտը փառաբանության կվերցվի։ Իսկ եթե դուք փառաբանեք, իսկ եթե դուք մեծարեք Տիրոջը եւ ոչ մի բան չխառնեք այդ փառաբանության ներկայության մեջ, ու փառաբանեք, գոհանաք, Աստված բնակվում է գոհության մեջ, գոհունակության մեջ, Աստված բնակվում, ու փառավորեք Տիրոջը, դուք պատկերացնում եք, այդ փառաբանությունը կիջնի ձեզ վրա ու կվերափոխի ձեզ։ Փառաբանությունից անգամ բժշկվում է անձը, փառաբանությունից լուծվում են բոլոր հոգսերը եւ այդ գոհունակության մեջ բնակող Աստված երբ որ իջնում է ձեզ վրա, այդ փառաբանությունից ծնվում է գոհություն եւ Աստվածահաճո ներկայություն եւ դուք այնքան եք բավարարվում, այնքան եք օրհնվում, ասես օրհնությունը հեղեղված է ջրվեժի պես, ասես թափվում է ձեզ վրա։ Հասկանում եք, սակայն եթե փառաբանության մեջ դուք խառնում եք հոգսեր, դժվարություններ, հիվանդություններ, աշխարհը փուչ է, աշխարհը սուտ, ինչ աշխարհը, աշխարհը փուչը սուտ է, սակայն ինչ կապ ունի աշխարհը տվյալ փառաբանության ներկայության հետ, Աստծուն մեծարելու հետ։ Հասկանում եք, այնպես որ ուշադիր եղեք ձեր իսկ հոգեվիճակին,